Ողջույն բոլորին, ողջույն նրանց, ովքեր սիրում են ծով, ավազ, արև, պայմաններ, հարմարավետ հարմարություններ, համեղ խոհանոց, մի խոսքով բարձրորակ ու բարձրակարգ հանգիստ։ Ես Էդգարն եմ, մենք գտնվում ենք Sharm Sheikh-ում, ավելի կոնկրետ Rixos Radamis հյուրանոցում։ Կենտրոնական մուտքն է։ Միասին կծանոթանանք, կբացահայտենք տվյալ հյուրանոցի կարևորություններին, առավելություններին ու կհասկանանք, թե ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Ուզում եմ ձեզ մի քանի խոսքով տեղեկացնեմ, ներկայացնեմ, թե ինչ է իսկապես իրենից ներկայացնում Rixos Radamis հյուրանոցը Sharm Sheikh-ի, այն բաղկացած է այս պայծրությամբ 4 տարբեր հյուրանոցներից, որոնք գտնվում են կողք կողքի։ Դրանք են Rixos Radamis TIRANA, որի առջև որ մենք հիմա գտնվում ենք, կենտրոնական մուտքի մոտ, Rixos Radamis ԲԼՈՒ, Rixos Radamis Beach, առաջնային գծում է գտնվում լողատին մոտ եւ Rixos Radamis, այսպես ասած, վիլաների պրիվատ հատվածը, որտեղ ամեն ինչ առանձնացված է, այսինքն ամեն մի վիլա ունի իր առանձին լողավազանը, ամեն մի վիլա ունի իր առանձին ծառայությունը, մի խոսքով ավելի բարձրակարգ էլ, ավելի բարձրակարգ ու բարձրորակ հանգիստ նախընտրողների համար կան նաեւ այդ վիլաները։ Միասին կանցնենք ներս եւ կտեսնենք արդեն ինչ կա ներսում։ Այս պայն գտնվում ենք, ինչպես ասացի, TIRANA-ի առջև եւ տեսնենք, թե ինչ կա TIRANA-ի ներսում։ Գնացինք։ Ահա մենք մտնում ենք ներս եւ տեսնում, թե ինչպիսի հրաշալի եւ գեղեցիկ տեսարան է մեր առջև զբաղվում, հենց ընդունարանից սկսած։ Այստեղ բոլոր հյուրերին տալիս են հյուրասիրություն, մատուցում են հյուրասիրություն, զովացուցիչ ըմպելիքներ, շատ համեղ ու շատ զովացնող։ Մուտքից դեպի աջ ընդունարանն է, որտեղ որ մեզ գրանցում են եւ ուղեկցում են մեզ մեր համարներ արդեն։ Ասեմ, որ այստեղի ծառայիկները բնական են, թարմ եւ շատ անուշ են բուրում։ Հենց մտնում եք ներս, ծառայիկների բույրը միանգամից զգում եք։ Դե իսկ սա TIRANA-ի այն ռեստորանն է, որտեղ մատուցվում է նախաճաշը, ճաշը, ընթրիքը եւ նույնիսկ ուշ ընթրիքը։ Այստեղ ամեն ինչ նույնպես պատրաստված է շատ համեղ, ամենաքմահաճ հանգստացողը նույնիսկ այստեղից գոհ է մնալու։ Բրավո այստեղի շեֆ խոհարարին։ Ինչպիսի գեղեցիկ սպասքով են մատուցում ուտեստները։ Երեխաների համար նախատեսված հատվածն է, որտեղ ցանկության դեպքում երեխաները կարող են գալ թե ծնողների հետ, թե առանց ծնողների եւ ուտեն այն, ինչ ցանկանում են։ Ամեն հարմարություն ստեղծված է այստեղ բոլորի համար։ Եվս մեկ հետաքրքիր ինֆորմացիա, ասեմ, որ Rixos Radamis TIRANA հատվածում է գտնվում նաև հայերենով ասած, մաքուր հայերենով ասած, գեյմ զոնը։ Այսինքն կարող եք նաև այդ տեսակի լիցքաթափվելու միջոց ընտրել եւ գալ այստեղ խաղալ, եթե ունեք նախընտրած իրաց խաղեր, խաղալ այստեղի գեյմ զոնում։ Հիմա անցնենք ներս եւ ես ձեզ ցույց կտամ այն ներսից։
Դե իսկ սա տեռասան է, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի մեծ լողավազանը, ինչպես նաև այստեղից երևում է Տիրանայի գրեթե ողջ հատվածը։ Լողավազանում և լողավազանի տարածքում ամեն օր անցկացվում են անիմացիոն շոու ծրագրեր, ինչպես նաև ակվաէրոբիկա, յոգա և այլն։ Դե իսկ այժմ ծանոթանանք Տիրանայի հյուրանոցային համարների հետ և առաջին համարը, որը ես ձեզ ցույց կտամ, կոչվում է սուպորիոր։ Այն հարմար է փոքր ընտանիքի համար, այսինքն բացի ծնողների համար նախատեսված մեծ մահճակալից կա բացվող բազմոց, որտեղ կարող է քնել մեկ մեծ կամ երկու մանկահասակ երեխա։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է այստեղ ամեն ինչ կահավորված։ Եվ տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է արդեն պատշգամբում և պատշգամբից ողջ Տիրանան այստեղից երևում է։
Ամենտեղ հյուրանոցի ամբողջ տարածքում կան սուրճի համար նախատեսված այս փոքրիկ մոլորակները, որտեղից որ կարող եք վերցնել ձեր սուրճը կամ այլ զովացուցիչ ըմպելիք։ Իսկ ահա այս վայրից արդեն մարդկանց տեղափոխվել դեպի լողափ հաշված վայրկյանների կամ ամենաշատը 1-2 րոպեվա ընթացքում հասնում եք լողափ։ Այժմ մենք գտնվում ենք Rixos Radamis հյուրանոցի լողափում, ավելի կոնկրետ դեպի ծով տանող լողափի կամրջակներից մեկի վրա, իսկ այս կամրջակներից այստեղ կա 4 հատ։ Անցնենք առաջ եւ ես ձեզ ցույց կտամ լողափը մոտ 1 կիլոմետր երկարությամբ եւ թե ինչ հետաքրքրություններ կան լողափում։ Գնացինք։ Ասեմ ձեզ, որ լողափը բավականին մեծ է, մոտ 1 կիլոմետր երկարություն ունի այն։ Ունի սպիտակ ավազ, բնականաբար ժայռային հատվածներ, որտեղից կարելի է գեղեցիկ լուսանկարներ անել, ինչու՞ չէ նաև պարկել եւ արևայրուք ընդունել։ Այստեղ կան նաև կաբանաներ, առանձին ջակուզիով եւ առանձին հավելավճարով արդեն կարող եք ամրագրել ցանկացած այս հատված։ Ահա այս պանտոնների միջոցով մուտք են գործում դեպի ծով եւ ջրասուզակի հարմարանքներով կարող ենք լողալ, սուզվել եւ դիտել Կարմիր ծովի ողջ գեղեցկությունը։ Ասեմ, որ լողափում նույնպես կան ռեստորաններ, մանգալ ռեստորանը, ասիական ռեստորանը ու բազում այլ ռեստորաններ, խոհանոցի տեսականին Ռադամիսում շատ է եւ տարբեր երկրների խոհանոց այստեղ կարող ես գտնել։ Օրինակ մանգալ ռեստորանը հայտնի է նրանով, որ դուք ձեր նախընտրած խորովածը պատրաստում եք ձեր իսկ սեղանի շուրջ, ձեր իսկ ձեռքերով, իսկ ասիական խոհանոցը այստեղի հայտնի է նրանով, որ խոհարարը ինքն է պատրաստում, հենց ձեր սեղանի մոտ ինքն է պատրաստում ձեր նախընտրած ուտեստը։ Այսինքն խոհանոցի առումով էլ այստեղ ամեն բան ընտրված է, որպեսզի բավարարի ցանկացած պահանջ, ցանկացած հանգստացողի, ցանկացած հյուրի, ցանկացած պահանջ։ Լողափում նույնպես կա Rixy քիդս մանկական ակումբը։ Լողափում կարող եք գտնել նաև Movenpick շվեյցարական պաղպաղակը Nestle ֆիրմայի, ասեմ, որ այն անչափ համեղ է։ Անչափ համեղ պաղպաղակ է, շատ համեղ է։ Լողափում նույնպես կա մեծ բեմ, որտեղ անցկացվում են տարբեր շոու ծրագրեր։ Այստեղ նաև մայիսի 3-ին կայանալու է Էնրիկե Իգլեսիասի համերգը։
Դե իսկ լողափից քայլելով մի փոքր վերև դեպի Radamis Beach հյուրանոց կտեսնեք այստեղի ջրանցքը։ Երեկոյան ժամերին այստեղ կարող եք զբոսնել գոնդոլաներով եւ վայելել այս ջրանցքի ողջ գեղեցկությունը։ Երեկոները Rixos Radamisում էլ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր են։ Երեկոյան ժամերին անցկացվում են անիմացիոն շոու ծրագրեր, արտասահմանից հրավիրված պրոֆեսիոնալ արտիստների եւ դիջեյների մասնակցությամբ։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ այս ամենը գործում է երկու հյուրանոցների համար։ Թե TIRANA-ի եւ թե ԲԼՈՒ համար, այսինքն վայելում են այս ամենը երկու հյուրանոցներում հանգստացողները։ Եվ այսպես, արգելիներս, խոսելով Rixos Radamis հյուրանոցի մասին, կարող եմ ասել հետևյալը, որ այն առանձնանում է իր սեգմենտներով, ունի 4 տարբեր տեսակի հյուրանոց, կողք-կողքի եւ բոլորն էլ կարելի ասել ընտանեկան հանգստի համար են նախատեսված, այսինքն կարող եք գալ այստեղ ընտանիքով եւ հանգիստ հանգստանալ։ Տարբերությունը միայն այն է, որ օրինակ Rixos Radamis ԲԼՈՒ կարող եք մնալ մի փոքր ավելի մեծահասակ երեխաների հետ 14, 15, 16 տարեկան, իսկ Rixos TIRANA հատվածում ավելի մանկահասակ, քանի որ այնտեղ կահավորումը, սենյակների կահավորումը ավելի մանկական։ Լողափը անչափ հետաքրքիր, անչափ գեղեցիկ եւ անչափ մեծ։ Խոհանոցը համեղ գուն է, խոհանոցի մասին ես լրում եմ ուղղակի, սպասարկումը անթերի եւ եթե դուք նախընտրում եք բազմերանգ ու հետաքրքիր բարձրորակ հանգիստ, կարող եք համենալ Sharm Sheikh Rixos Radamis հյուրանոց։ Այսքանը։